29-ին, հեսա 79 տարեկան եմ անում, Սմբատյան։ Զոնդավորվել եմ դրա համար ես ամիսու կեսա շալ եմ կապում, սրտիս։ Էստեղ եք ապրում, չէ։ Հա, 10 տարի արդեն, 6 օր եղել եմ վերակենդանացում, սրտի կանգ եմ ունեցի, հազիվ փրկել եմ իձի։ Հիմա եկեք ես կողմով։ Չգործող մանկապարտեզ, նախկին, հա։ Էսի չի, հիմա ես ասեմ, ես հեռախոսի կայքով բան եմ արի, որ սա 48 տարի է մանկապարտեզ չի։ Թուղթը բանը սաղ ունեմ, որ ձեզ ցույց տամ, եկեք ես կողմ։ Եկեք ես կողմ, որ ես ձեզ բացատրեմ, նոր ներս մտնեմ։ Այդ փաստաբանի բանը էնա, որ չկարողացավ ես կողքի տունը վերցնի, ես էլ սենց փեղկերից վերևի տղեն գողացավ տարավ, ուսամուտիս փեղկերի, ցելոֆան քաշի, ցելոֆանները ճղեց, մի հատ նարկոմանի մեկնա։ Հա, ոչմ, եկան օգնեցին վարպետներից, այս տակտակները բանը այսպես խփեցին, այն կողմի, այս կողմն էլ, այն կողմն էլ, առաջի հարկն է, հիմի եկեք նայեք այս կողմն էլ, Սմբատյան նոր, այս ինչից կտրվեց։ Հիմա դուք այստեղ ապրում եք արդեն քանի տարի։ Արդեն 10 տարով։ Այստեղ գրանցում ունեք դուք, չէ։ Չէ։ Բաժանորդ եք լույսի, գազի ջրի։ Լույսի, գազի ջրի նույն օրը տվել է թաղապետը, քաղաքապետը անից կարգադրեցին, նույն օրը տվեց համ գրանցում, համ լույս, համ ջուր, համ գազ։ Հա, ու հիմա ուզում են ձեզ այստեղից։ Ձեզ մանրամասը կասեք։ Հա, վտարեն։ Իսկ այս կողքը գործող մանկապարտեզ է, հա, ճիշտ հասկանում։ Չէ, Սա ինչ է։ մանկական կենտրոնն է, էդի այսքանի տարի է նրան հաղթողելով, հա, եկեք ձեզ լրիվ բացատրեմ Սմբատ։ Այստեղից, այն կողմի ննջասենյակն է։ Այսպես եկեք։ Հիմա մուտքը որտեղից է ձեր։ Եկեք որ գնանք, ես ուղղակի ուզեցա ձեզ ցույց տամ, որ դուք տեսնեք, էլի ոնց է որ մանրամասը զգուշեք սրտես։ Վերևը ես ինչ արին սենց աղբոտեցին թողին վիճակել չեմ հիմա Դուք միայնակ եք բնակվում, չէ։ Աղջիկս հեսա ցույց կտամ նկարը աղբերս, մամաս, ամուսինիս մահացավ։ Սաղ իրար հետևից Սմբատյան, սաղ իրար հետևից, ինքան արույթ եմ եղել, հիմա սենց վերջացել, ինգել եմ այդ փաստաբանի դարդը էնա, որ ինչի են փակում ստեղ։ Ինքը ուզում այս ինչ-որ մեկի միջոցով երևի խոստացել է, որ վաճարի կեսը տարիրան, եկավ երկատի դուրը տվին ջարդի ներկու անգամ։ Պատը ինք շարե, պատը քանդեց, ինքը անձամբ Զաքարյան Աշոտը։ Հիմա այս դուրը տղաներն են, այս գազի գրասենյակի բանի խղճացին, բերին սենց դրին փակին բան, ասին գոնե ձմերը տիկին լալա, դե ինձ լալայել են ասում, էլ են Նատալիայից բացի, չմրսեք ասեց։ Դրա համար եմ արի, թե չէ երեխեքս են մնացել Սմբատյան, ինչ սա մնացել, որ ես ձգտեմ, ես քանի որ ինձ տվել են գրանցում առաջի հարկում, ես էլ ուշադրում, ստեղ այս նկուղը 32 երթուղային տաքսի վարորդների համար հասարակական զուգարան էր։ Համարյա $1000-ից ավել օգնել են, եկել են 48 տարվա գոմա այդ կեղտը փչել են, մաքրել են, գումար տվեցին տղաները, հանին իրանց գրպանից տվին, բերին այդ դուրը դրին, ստեղ ջուրն է, բանը, վադամերը, այդ ջրաչապը, ամբողջ ստիքլովատարով բերեցին, փակեցին, այդ կողագիծը, ջուրը, բանը, սենց, լրիվ այս առաջի հարկը ես եմ արել, ամեն ինչը։ Ինձ օգնել են, մի քանի հոգու տանը գործ են ավել, բերեցին, դրեցին առանց որևիցե մի բանի։ Դե լեննականում գործկոմի քարտուղար եմ աշխատել 14 տարի, այ բալաջան, խո ես ավարտած խո փողոցից չեմ եկել, ես ինչ են ուզում իզնից, այսքան դարդ է, այսքան ցավը տեսել եմ, եկեք, ես ասենց նկարեք, այս վերևը, Նախկինում որտեղ եք ապրել դուք։ Նախկինում որտեղ եք ապրել։ Վարչով եմ մնացել, Բայց ոնց եղավ որ ես ձեզ նտվեցին։ Քաղաքապետարան գնացի, առաջվա քաղաքապետի մոտ, Կամալ Արոյանի մոտ գնացի բան, դե ես օբյեկտում եմ աշխատել, էլի կերակրել եմ բան իրանց, հա, ասեց ինչ անենք, ասեց, բեր, ասեց ազատ տարածք տա, գնա, ասեցի վիճակի ես, ասի կօգնեն, օգնողներն ունեմ, մալաձեց տղեքիս, լուրջ եմ ասում, իրանց տունը գործ անելով Սմբատյան, այս ամեն ինչի տեր եմ դարել ես, իրանց կանանց շորերն եմ լվացել, հարտուկել եմ բալաջան, ամեն ինչ, բարձրագույն կրթությամբ այսօրվա օրը ես
ուրիշի տունը գործ եմ արել, եկեք։ Ես սաղ իմ ուժերով եմ արել, սաղ, եկեք, եկեք մեզ, բերեցին, սվաղեցին, ռեմոնտ արեցին, բան արեցին, վառարան էի վառում, 3 տարի վառարան եմ, նկարեք սաղ նայան, վառարանի մուրնա, հանեցինք գազի գրասենյակների Ջանվելյաններ, մի օր կանչեց ասեց ինձ քաղաքապետարանից ասել են, որ օգնենք գազ, այս սաղ դեղերը սա, Սմբատ ջան, սաղ, այսքանը սաղ դեղ։ Բա ոնց եք այս կոմունալների հարցը լուծում։ Հաջան։ Գազի գումար բան ոնց եք վճարում։ Նպաստը թոշակ, Բալաջան, 20,000 նպաստն է, 57,000 բանն է։ Թոշակը, ուրեմն հիմա նստիկ կարևոր, մի հատ ձեզ շատ կարևոր բան ցույց տամ, հեսա սաղ պայմանագրերը ունեմ, էսի աղջկաս մահվան վկայականի պատճենա, էսի գազի էպիկրեզնա, Վարդանյաններից, Կարեն Վարդանյաններից, նվեր բերեցին, բա ինչով օգնենք բան, $100 բան արեցին, այս սաղ դեղերը այդ փողերով առած, հետսել նկարվեցին, ասին, որ Արմենիայում բան լինի, մենք բան անենք, էլի, էսի սաղ մամայիս տան եղածնա, որ ինքը մահացավ, հա, դե նվիրել էր աղբորս երեխեքին կտակ էր արել, ես խո չէի տիրանալու, այ Բալաջան, հիմա նայեք, ոնց ա եղել այս տունը, Սմբատ ջան, ես մանկատան եմ տալու, ոչ մեկին, ուրեմն էսի նախկինում այս տան իրավիճակն է, որ դուք տեսնեք, ինչ վիճակի մեջ ա եղել, նկարեք, հեսա տեսեք, պատերը քանդած, նայեք, հետո արդեն էսի, որ սկսեցին օգնել սարքել բան, սենց նկարեցին տղաներս, նկարեցին, որ ես կարողանամ ապրեմ, էլի, դե կներեք, էլի, աշխատել եմ, էլի նեննականում, հարգանք, պատիվ, ամեն ինչ, էստեղ 10 տարի կենտրոնի քննչականում եմ աշխատել, գրասենյակում եմ աշխատել, 7 հատ պետ եմ փոխել, իմ արևով էի երդվում, այ Բալաջան, այնքան ազնիվ եմ եղել, այնքան մաքուր եմ եղել, հիմա սենց, հիմա ձեզ ասեմ, ամենս այն օրը ընկերուիս, մի հատ ընկերուհի ունեմ, ինձ ծանոթ, նայեք 7-րդ մանկապարտեզը որտեղ է գտնվում, 48 տարի է մանկապարտեզ գոյություն չունի, կներես, բալես, այնքան անգրագետ են, որ դաժե իրանք չգիտեն, որ սա ինչ թուղթ է, մանկապարտեզը 7-րդը որտեղ, սա ընդհանուր տարածք է, որը մտնում է քաղաքապետարանի հաշվի կշռի մեջ, հիմա ասեմ ինչ թուղթ են ուղարկի, ես գնացի պատճենները սա խանեցի, հիմա ես ձեզ թուղթերը ցույց տամ, ես դաժե անձնագրային սեղան, նայեք, տեսեք, որ թաղապետը տվել է, գազինը առանձին, լույսինը առանձին, ջրինը առանձին, օրինական մի օրվա մեջ և գրանցումը, և ջրի, և լույսի, և գազի մոմենտները լուծելու համար։ Մի րոպե ես ակնոցներս հագնեմ, առանց ակնոցի բացարձակ չեմ տեսնում, այնքան եմ լացել, որ արդեն ճաղավանդակներ էին դրել, ընդեղ տղաները, այս համատիրության նախագահան գողացավ տարավ ծախեց, քաղաքապետարանը դիմում գրեցի, կարգադրեց, որ բերեն ճաղավանդակները տանի ինձ, հեսա քաղաքապետարանին գրած փաստաթուղթը, որ ճաղավանդակներս վաճառել էին, հանել էին, բերեցին նորից ինձի տվեցին, հեսա դիմումը պարոն Ավինյանին հեր, հիմա ես ձեզ ցույց տամ, այդ սաղ անոման այդ փաստաբանը, հեսա, այս է գազինն է, նայեք, գազը, այս էլ էլեկտրոցանցը, սաղ օրինական թղթերն է, դե բնօրինակների չգաս կգանք, ոնց կհանես դու ինձի, ես այսքան տարի ստեղ ապրում եմ, այ հիմար, ինչ ա ուզածդ ինչ եք, եսի վիճակի չեմ քեզի փող տալու, եթե պետք կնի ես դադախազի մոտ է կմտնեմ, կասեմ, որ փող ա ուզում ինձանից, ինչ ես ուզում, տղա ես գնա վայելի, էլի քո համար, Սա թաղապետի անունից է եկել։ Հա, դե ինքը ինչ գրում է թաղապետը վայել, ինքան արտակարգ մարդ է, Սմբատ ջան։ Մտել եք իրա մոտ այս հարցով։ Հա, չէ, հիմա որ ստացել եմ, վատ է, դե բան եմ, հասկացա։ Ընդունում եմ բաներ, սիստեմաներ, բաներ, օրը 2 անգամ չեմ կարողանում գնամ։ Ամենակարևոր բանը սա է, որ իրանք դաժե չգիտեն, որ 7-րդ մանկապարտեզ չի սա 48 տարի առաջ ա եղել բանես,
Հիմա մանկապարտեզ չի, սա ազատ տարածք է, որը մտնում է քաղաքապետարանի հաշվի կշռի մեջ։ Զանգեցի Արմինեին Աղաջանյանին, ասեց տիկին լալա, ասեց մի անհանգստացեք, ես այդ թուղթը կուղարկեմ, տվել էր բերեցին։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում։ Պաստորեն ձեզնից պահանջում են, որ դուք լքեք ձեր զբաղեցրած տարածքը նշելով, որ ապօրինի է։ Ով է պահանջում ըստ ձեզ։ Ըստ ինձ պահանջում է այդ Զաքարյան Աշոտը, փաստաբանը։ Միայն ինքն է շահգրգռված, դաժե այն անգամ որ ես գնացի, ասեց այդ կողքը մի արա, մի փակի, թող մնա, գնա քո համար ապրի, քո տունն է։ Տնաշեն, բա ձմեռը ցուրտ է, ես մրսում եմ, դաժե այս վառարանը չի տակացնում, Սմբատ ջան։ Կողքի սենյակը չի տակացնում, ստեղ չէ, ես ամբողջ ձմեռը շալով բանով սենց փեչկը վառում եմ, նստում եմ մոտը, ինչ եք ուզում ինձանից։ Այսքան ապրել եմ, թողեք ապրեմ, էլի։ Ինչա մի անգամ ասել են, որ ես մանկատանը պետք է։ Իա, ուզում էի քեզի կտակեի, հա տունը, քեզի նվիրեի, հա տունը։ Էտա իրա ուզածը, Սմբատ ջան։ Իսկ ես կյանքում չեմ անի, որտեղ ես երեխա եմ կորցրել։ Ես թող մանկատան երեխեքը ուրախանան։ Չեմ գալու։ Ես վարչապետին է կգրեմ դիմում ինչ որ պետքա։ Վարչապետի կնոջ քույրը ինձ հետ շատ մոտիկ է Զարան։ Մի երկու անգամ հետս եկել ա որ թաղապետարան մտնենք, աշխատակազմի ղեկավարի մոտ, այդ այլանդակն է բերե այս նարկոմաններին վերևը տեղ տվե, ապակիները բերին դրին, երկու օր այս մեկը չդրին։ Ասի հենց դրեցիք, զանգում եմ թեժգից, լրագրողները գան, ձեզ տան սաղ լուսամուտները ջարդեն։ Եթե նարկոմանին 2-3 ամսում տուն ես տալի, ես 10 տարի ապրում եմ, ինձի հանում եք ստեղից։ Ինչի ես հանում, ինչ եմ արել։ Սա մանկապարտեզ չի, 48 տարի է չկա մանկապարտեզ։ Էսի տարածքը, գիտեք քանի հոգի մարդ կա ապրող։ Սենց վերցրել են, բերե անօրինական լցրել են այն կողմերը։ Վարչո տարածքներ էլ կար, չէ՞, ոնց որ դպրոցներ կար։ Ես չեմ փող տալու Սմբատ ջան։ Ես թաղապետին ասել եմ, մեռնեմ ջանի, դու արտակարգ մարդ ես, բայց այդ 2-3 հոգին բացիլ են, հանի թաղապետարանից դուրս գցի դրանց։ Կնիկ եմ էլի թակ կնիկ, մերրեմ ջանից, այսքան վնաս եմ կրել, այսքան բան եմ հոգու գերեզման եմ դրել, թողեք ապրեմ, էլի ինչքան կապրեմ, մարդ կա, որ ինձ կօգնի, որ ես շատ վատ ըլնեմ, այդ կտակի հարցը կլուծի ցավդ տանան։ Ինչ են ուզում ինձնից։ Այն ժեկի պետը իրա քրոջ տղունա տարե այնտեղ տեղավոր է։ Այս վերևը աշխատակազմի ղեկավարին մոտիկա, Արամ Գլկչյանը ինչ գրող ու ցավա, ինչ որ իրա պապան ժամանակին օգնել է իրան, ինքն է միջնորդել։ 2009 թվականին ես Գալաքսի ռեստորանն էի աշխատացնում, Արինջեցի Հայկի հետ կարողա ճանաչել։ Այդ օրը մեծ բանկետ էի տվել, հոգնել էի։ Գորը 8-րդ մասիվի գողական աշխարհի տղա էր, ասես տիկին լալա գնա քնի դու հանգստացի։ Ես տեր կլնեմ օբյեկտին։ Նստարանների վրա բազմոցի սենց քնել եմ, ցավդ տանեմ։ Այս Արմենը Արինջեցի կակալը գողը, որ սաղ ռամկեկս հանես տարավ, ցելոֆանները տարավ, դուրը երկու անգամ ջարդեց, բան արե, ուրեմն որ ջղայնանում